դիմել են ոստիկանությանը, ստացել են անհամապատասխան արձագանք, դրանով պայմանավորված քաղաքացիների հետ միասին եկել ենք հանցագործության մասին ուղիղ հայտարարություն տալու գլխավոր դատախազին։ Այս դիմումները քաղաքացիները նախապես պատրաստել են, ես իրանց օգնել եմ, գրել են հանցագործության մասին հայտարարություն։ Վերել ենք հիմա ուղիղ մուտք անենք գլխավոր դատախազություն։ Որովհետև այս մասով խնդիրներ են ունենում քաղաքացիները, գնում են ոստիկանություն եւ արժանանում են ոչ պատշաճ վերաբերմունքի։ Իսկ ուր է ձեր գլուխը, իսկ ինչի խաբվեցիք, միթե այդքան վստահելի էին, ինչի եք այդ գումարները փոխանցել։ Եկեք մի բողոքեք, գիտեք ինչի համար եք բողոքում, մեկը հանցագործությունը չի բացահայտվելու, մեկը ձեր գումարները չեն վերադարձնելու։ Սրանով պայմանավորված քաղաքացիների հետ հանցագործություն է տեղի ունեցել եւ կա կաշկանդվածություն հստակ չտալ հանցագործության մասին հաղորդում, ինչը հենց հանցագործության կոծկում է նշանակում։ Դրա համար մենք եկել ենք հանցագործության մասին հաղորդում տալու ուղիղ գլխավոր դատախազին։ Այս մարզային գրեթե բոլոր մարզերի ոստիկանություններից ստացել են քաղաքացիները նմանատիպ պատասխաններ եւ դրանով է պայմանավորված, որ հիմա դուք հարցում անեք, թե օրինակ այս վերջին հարթակի անունը ոնց է Hello-Bit-ը պայթելուց հետո քանի ահազանգ են իրանք ստացել, ձեզ տասնյակ դեպքեր կասեն։ Ավելի քիչ դեպքեր կասեն, քան թե մեր գրավոր կերպով ստացած դիմումներն են։ Այդ է պատճառը, որ մենք բերել ենք այստեղ հանցագործության մասին հայտարարություն տալու հենց գլխավոր դատախազությունում, ասեք լսում։ Hello-Bit-ի մասին շատ է շրջանառվում այդ անունը, բայց շատերը տեղյակ չեն։ Մի փոքր խնդրում եմ մանրամասնել, թե ինչ է դա, կրիպտո արժույթ է կամ այլ ինչ-որ արժույթ է։ Ինչ սկզբունքով է աշխատում։ Hello-Bit-ը ի սկզբանե եղել է ներդրումային հարթակ։ Իբրև թե գումարներ են այնտեղ ներդնում, որ պետք է կրկնապատկվի մեկ ամսվա ընթացքում եւ մեկ ամիս հետո կրկնապատկվելուց հետո միայն հնարավոր է իրենց այդ on-line էլեկտրոնային դրամապանակի մեջ եղած ողջ գումարը կարողանան կանխիկացնել քաղաքացիները։ Ի սկզբանե որոշ քաղաքացիներ կրկնապատկվում է գումարը եւ կարողանում են կանխիկացնել։ Եվ մարդիկ արդեն իրանց ընտանիքի անդամներին, իրենց ընկերներին, իրենց բարեկամներին, ում ուզում են եկամտաբեր աշխատանքի տեղավորել, որովհետև սա իրանից ենթադրել է նաև աշխատանք, ներգրավել են այս ցանցում եւ այս ցանցը արդեն ունեցել է բրգային կառուցվածք։ Մինչդեռ ինքը ներդրումային կիբեր հանցագործություն է, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի այդ հարթակում ներգրավելով օրվա մեջ հստակ ժամերի ստացել են ինչ-որ կոդեր, ինչ-որ հաղորդագրություններ, որ օրվա մեջ նշված ժամերին պետք է իրանք on-line լինեն հարթակում եւ այս կոդերը հավաքեն ինչ-որ դաշտի մեջ։ Կոդերը ինչ-որ դաշտի մեջ հավաքելուց ինչ-որ տոկոսներ, ինչ-որ եկամուտներ ավելացել եւ եթե քաղաքացին կարողացել է հրավիրի նաեւ իր ընտանիքի անդամին, խնամուն, ծանոթին, եղբորը, բարեկամին, այդ կոդերը հավաքելուց հետո տոկոսները ավելի են մեծացել։ Դրա համար ինքը ունեցել է բրգային կառուցվածք, բայց ինքը սովորական եւ ստանդարտ կիբերհանցագործություն է եւ ներդրումային խարդախություն է։ Կարողացել են գումար կանխիկացնել։ Այո, ես արդեն ասացի, ի սկզբանե քաղաքացիները կարողացել են կանխիկացնեն գրեթե կրկնակի եւ ավելի գումարներ։ Ոնց կանգնեն առաջ։ Ի սկզբանե քաղաքացիները դրել են, ասենք, $1000, ամսվա վերջում ստացել են $2000։ Սա հանցագործությունը այդպես է նախագծված եղել, ինչի համար, որ այդ քաղաքացու մոտ առաջանա վստահություն, որ կարողանա իր կնոջը կամ ամուսնուն, որդուն, եղբորը, որ կարողանա համոզել եւ հիմնավորել, որ սա վստահելի հարթակ է, այ տեսեք, ես դրեցի $1000 եւ ստացա $2000, հետո դրանից հետո դրեցի $2000 եւ ստացա $4000, բայց դրանով պայմանավորված այս քաղաքացին արդեն 20-30 իր ազգականների, իր մերձավորներին ներգրավում է այդ հարթակի մեջ, իսկ այդ 20-30-ը
դնելով գումարներ կորցնում են ամեն ինչ։ Եվ ստեղծվում է մի իրավիճակ, որ այսօր ոստիկանությունը նույնիսկ դա օգտագործում է, հա, ասելով, որ եթե ձեր ընտանիքի անդամներ կամ ձեր բարեկամներ ձեզ ներգրավել այդ ծուղակի մեջ, գուցե դուք բողոքեք եւ գուցե ինքն էլ մեղադրվի, սակայն ինքը այստեղ չարամտություն չի ունեցել եւ չի կարող մեղադրվել, եւ սա ոստիկանության կողմից մասնագիտական մոտեցում չի, առնվազն։ Սրանով պայմանավորված բողոքները չափից շատ քիչ են, բայց մենք հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությունը քաղաքացիներին տրամադրելու աջակցություն, օգնելու է դիմումների, բողոքների պատրաստման հարցում եւ բոլոր իմաստով այո պետքա քրեական գործը նախաձեռնվի, որովհետեւ մենք չգիտենք այդ հազարավոր մարդկանցից որ մեկի միջոցով կբացահայտվի հանցագործությունը, մինչդեռ իլուց ներքին գործերի նախարարությանը ասեմ, որ քննչական կոմիտեի օրենսդրական պարտականությունն է բացահայտել հանցագործությունը։